Վալոդյա Մուրադյանը արդեն 22 տարի է աշխատում է գնունու տոնավաճառում, ավտոպահեստամասեր է վաճառում։ Այսօր տարիների աշխատանքի մասին միայն սևացած ձեռքերն ու հիվանդություններն են վկայում, անգամ օրվա հացը վաստակելն է դժվար։ Առուտուր չկա, ցավուտան ինչ առուտուր, թոշակ ստանան բերման տեղի փող եմ տալիս դե։ Շատ դժվար է։ Հարկային է մի կողմից, մյուսը մի կողմից գարձեն սա կրկում տանում են։ Առևտրի ծավալներից դժգոհում են բոլորը առանց բացառության։ Վերջին կես տարում գնորդ գրեթե չկա։ Ամանորից հետո վիճակն ավելի է վատացել։ Մարդ չկա Հայաստանում, որ գա առևտուր անի։ Կանգնել է շինարարություն կանգնել է, հա, առևտուր չկա։ Իսկ ինչ կփոխվի շինանյութի եւ ավտոպահեստամասերի շուկայում Հայաստանի մաքսային միությանը անդամակցելուց հետո առևտրի ծավալների փոփոխություն տոնավաճառի աշխատակիցները չեն ակնկալում, նույնիսկ վատթարացում են կանխատեսում։ Ռուսական ոչ մի բան ոչ մեկ չի օգտագործում։ Ամենանույն գներն է, բայց ռուսական ահավորակա։ Եթե անգամ առևտուր չկա, տաղավարի վարձը եւ հարկերը վճարելը պարտադիր է։ Տոնավաճառի աշխատակիցները ցույց են տալիս մի քանի օր առաջ փակված տաղավարը։ Հարկային տեսուչն է կապարակնքել։ 5 օրում այս տաղավարը աշխատացնող կինը պետք է 375,000 դրամ տուգանք վճարի ՀԴՄ սարք չունենալու պատճառով։ Վաճառողներն ասում են, որ ամեն օր մի տաղավար այս ճակատագրին է արժանանում։